Իմ սիրելի առյուծներ, բարի արև, այսօր մարտի 23-ն է իմ օրացույցով Նեպտունի օրը, ձեր օրացույցով Կիրակի օր է և Նեպտունի օրը, որը իհարկե որոշակի անորոշություններ կան ձեր կյանքում, անհանգստություններ կան, և դուք արդեն թե պատասխաններ եք փնտրում, բնական այդպես պիտի լինի, որովհետև խավարման միջանցքում ենք, առջևում արևի խավարումն է, իսկ արևը ձեր մոլորակն է, իսկ նաև մյուս կողմից Մարսը, որ ընդհանրապես հանգիստ չի տալիս, ձեզ կոնկրետ հոգեպես տանջում է, որովհետև ընկած է ձկան նշանում կրկնակի տանը խեցգետնի նշանում է և ձկան տան, այսինքն կրկնակի իր համար ծանր է, օրինակ ասենք, եթե առաջի տունն էր ասցենդենտը, որովհետև սա և արևի նշանով առյուծներին է վերաբերում և ասցենդենտի նշանով առյուծներին, եթե ասենք ասցենդենտի նշան ընկնում է խեցգետինը, դա խոյն է, ինչ-որ առումով Մարսը առաջի տուն, տան առումով ինքը իրեն լավ է զգում, բայց երբ Մարսը հայտնվում է և խեցգետին ջրի մեջ և ձկան տանը, դա իր համար շատ ավելի ծանր է, այսինքն ձկները հոգեբանական այդպես ճնշվածության տակ են գտնվում, յուրաքանչյուրը ըստ իրենց անձնական քարտեզի, ուրեմն տարբեր կարող է լինել պատճառները, յուրաքանչյուրի մոտ և իհարկե Մարսը, ես այս անորոշությունից ելնելով իհարկե այսպես ընդհանուր վերլուծում եմ, բացի դրանից, որ ես հիմա կանդրադառնամ և դուք իմանաք, թե ինչ փոփոխություններ կլինեն, որովհետև շատ կարևոր է իմանալ, որ մոլորակը հետընթաց է լինում, նշանն է փոխում, որովհետև դրանով պայմանավորված է նաև թե ձեր հոգեվիճակը, թե տրամադրությունները, թե գործերը և այլն և այլն, դա կարևոր է իմանալ, այնպես որ Մարսի մասին էինք խոսում, ինքը ապրիլի 18-ին ուրեմն դուրս կգա, ի վերջո և կտեղավորվի առյուծի նշանում, դա իհարկե ձեզ համար արդեն սիրելի առյուծներ ձեր նշանում կլինի և ձեր մոտ այնպիսի փոփոխություն կլինի, որ դուք կմոռանաք այդ մասին, ինչևէ նեղվածությունը կա, ճնշվածությունը կա, հոգեպես դա այլ թեմաներով կարող են լինել, ոմանք ասենք երկրում կատարվող իրավիճակն է, դա բոլորին է, բոլոր գիտակից մարդկանց մասին եմ խոսում, ոչ թե զոմբիների դեգրադացված հատվածի մասին, այլ խելացի գիտակից հատվածի մասին եմ ասում, որ բնականաբար երկրի վիճակը արդեն ինքնին ճնշում է, արդեն ինքնին այդ լարվածությունը առաջացնում է և մարդիկ այստեղ ապագա չեն տեսնում, լինենք անկեղծ, բայց իհարկե ոչ թե ուրեմն ապագա չկա, փախչենք և այլն, չգիտեմ էլ ինչ ասեմ, բայց բոլոր դեպքերում ես ինչ հիշում եմ, ասեմ մնացեք, պայքարեք և այլն, ես չգիտեմ, յուրաքանչյուր ինքը կորոշի իր կյանքը, բայց ես ինչ հիշում եմ, անկախությունից ի վեր մարդիկ անդադ պայքարում են, կարգին կյանք չտեսան, միայն պայքարեցին, լավ, մինչև երբ պայքարեն, բայց երբ էլ ապրեն, այս հարցն է գալիս, որովհետև յուրաքանչյուրն ինքն է որոշում, ես մի քիչ շեղվեցի քաղաքականություն, չգիտես ինչու, ինչևէ դա բոլորիս է վերաբերում, այսինքն անձնական քարտեզը անձնական, բայց բոլորս ապրում ենք, գտնվում ենք մի նավի մեջ, չէ, ամեն ինչից անկախ Հայաստանի հայերի մասին եմ ասում այս պահին կոնկրետ, արտերկրում մի քիչ ասենք այլ կարգավիճակ է, ինչևէ սիրելի առյուծներ, ես նշեմ ուրեմն լիալուսին, նորալուսին ունենք, արևը կփոխի իր նշանը, Մարսը ասացի արդեն, որ կփոխի իր նշանը, Վեներան, Մերկուրին կդառնան ուղղընթաց և ապրիլ ամսին կհասցնեն նաև փոխել իրենց նշանը, այսպես, ինչ-որ Մերկուրից սկսենք ապրիլի 7-ին, ինքը կդառնա ուղղընթաց, գտնվում է ձկան նշանում իր համար ոչ լավ տեղում, տեսնում եք այստեղ և Մարսը դուք կրակի նշան եք և Մարսն է գտնում ջրի մեջ և միտքը, մտածողությունը, հարաբերություններ և այլն, 8-րդ տանն է ձեզ համար ընկել, որտեղ էլի հոգեկան այդ ճնշումը հոգեպես շատ ավելի ուժեղ է,
ֆինանսների առումով դա նաև ձեզ ճնշում է, այսինքն շատերի մոտ միգուցե իրանք չեն վաստակում այնքան, ինչքան որ իրենք գտնում են իրենց արժանի կամ ասենք, ինչպես ասենք առաջ ինչ-որ մի ժամանակ, հա, կյանքում ինչ-որ էտապերում այդքան չեն վաստակում, որոշակի դժվարություններ կան ընտանիքում, ինչ-որ հարցեր կան կամ այլ հարցեր կարող են լինել յուրաքանչյուր ստիր քարտեզի եւ ահա Մերկուրինի վերջո կդառնա ուղղընթաց, դա վիճակի գոնե փոփոխություն է 7-ին եւ լուք վերանայում եք ձեր ֆինանսական վիճակը եւ արդեն ապրիլի 16-ին Մերկուրին կմտնի խոյի նշան։ Իհարկե այնտեղ ինքը իրեն շատ ավելի վստահ ու լավ է զգում, անշուշտ ձկան նշանից դուրս կգա եւ այստեղ ուրեմն ավելի միտքը լավ կաշխատի, ավելի սթափ ուրեմն դատողություններ կանեք, որովհետև գիտեք, որ հետընթաց Մերկուրի ժամանակ չի կարելի որոշում կայացնել, առավել ևս խավարման միջանցքում պատկերացնում եք Մարսի ջրում գտնվելը, Մերկուրի ջրում գտնվելը, մասնավորապես ձկան նշանում խավարման միջանցքում գտնվել այս ամենը հավաքվում են եւ մարդու մոտ բերում են ծանր վիճակ, այնպես չի որ ասենք մի նշանի մոտ վատ է, մյուսի մոտ լավ է, չէ, բոլորի մոտ էլ ինչ որ առումով, ինչ որ ձևով այդ ճնշվածությունը միգուցե պարզապես ֆիզիկական թուլությունը, անհանգստություն եւ այլն բոլորի մոտ է առկա։ Ահա 13-ին Վեներան կդառնա ուղղընթաց, որ գտնվում է ձկան նշանում, իհարկե Վեներան չի բողոքում, ինքը իրեն շատ լավ է զգում, որովհետև բարձրակետում է ձկան նշանում, եւ այդտեղ դեռևս մինչև ապրիլի 30-ը ինքը կմնա այդտեղ, ուրեմն 13-ին նաեւ տեղի կունենա լիալուսինը Հայաստանի ժամանակով գիշերը 4:22 րոպե 5 վայրկյան արևի լուսինը կհակադրվեն 24 աստիճանում եւ այն կլինի կշռքի նշանում դա ձեր երրորդ տունն է, ես կարծում եմ այստեղ հարաբերություններն են հավանաբար իրադարձությունները այնպես կլինեն, ավելի շատ կհանդիպեք, կզրուցեք ձեր ընկերների հետ, հարազատների հետ եւ բնականաբար այստեղ նման հարցերը եւ հարցի լուծումը միգուցե հենց այդպես այդտեղ գտնեք, այն ինչ վերաբերում է հարաբերություններին ձեր հարազատների, ընկերների հետ կապված եւ այստեղ չմոռանանք, որ նաեւ բոլոր այսինքն երիտասարդ առյուծները այստեղ ինչ-որ նոր ծրագրեր սովորելու հետ կապված կարող լինել կամ միգուցե նոր տեխնիկա ձեռք բերելու հետ կապված հարցեր կլինեն, որոշումներ կլինեն եւ դուք իհարկե մինչեւ 13-ը դա ձեզ համար պարզ կլինի ինչ որ առումով կմոտենա ավարտին եւ 16-ին ասացի Մերկուրին կմտնի խոյի նշան, իսկ 18-ին արդեն Մարսը կմտնի ձեր նշան, սիրելի առյուծներ եւ դուք խորը շունչ կքաշեք, որովհետեւ Մերկուրին արդեն 16-ին մտավ, 18-ին էլ ուրեմն Մարսը կմտնի ձեր նշան եւ դուք այնքան ակտիվ կլինեք, արդեն ձեզ շատ լավ կզգաք եւ ասում եմ նույնիսկ կմոռանաք այդ ամեն ինչի մասին, ինքը մոռացության կտա, այնպես որ մի անհանգստացեք, իսկ 20-ին արդեն արևը կմտնի ցոլի նշան, դա ձեր 10-րդ տունն է, այստեղ ակտիվություն կլինի, ուրեմն որոշակի ես ձեզ ուղղակի որպես օգնություն ասեմ, որ ուրեմն ապրիլի կեսերին մինչև 25-ը մոտ 15 օր պետք է ձեր ղեկավարության հետ կամ կոնֆլիկտի չգնա կամ ձեր նպատակների հետ կապված ինչ-որ հարցեր չփորձեք կարգավորել, ճիշտ կլինի, որ դա անցնի այդ ժամանակահատվածը, իսկ եթե մեկ այլ անձի կողմից դա լինի, ինչ-որ մի բան այդպես հնարավոր է ինչ-որ հարցեր լինեն, դժվարություններ լինեն, փորձեք ամեն դեպքում զգոն եղեք, եթե դուք ինֆորմացիային տիրապետում եք, արդեն դուք կարծես թե սպասում եք, որ ինչ-որ մի բան պիտի լինի եւ անակնկալի չեք գալիս կամ միգուցե հենց փորձում եք այդ հարցերը կարգավորել։ Ահա, դա ուրեմն ապրիլի կեսերի մասին էր խոսքը եւ 27-ին տեղի կունենա նորալուսին, արևելուսինը կմիանան 8 աստիճանում ցոլի նշանում նորից ձեր 10-րդ տանը, ինչպես տեսնում եք, Հայաստանի ժամանակով գիշերը 23:30 րոպե 59
վայրկյան տեղի կունենա նորալուսինը եւ այստեղ դուք միգուցե նոր սկզբի մասին մտածեք, նոր գումարներ ձեռք բերելու, նոր աշխատանք ոմանք հնարավոր է կամ նոր հարաբերություններ նորովի, եթե մնում են նույն աշխատավայրում, նորովի հարաբերություններին նայեն կամ փոխեն, այսպես ասած, իրենց հարաբերությունները եւ ձեզ ասեմ նաեւ 39 Վեներան ուրեմն կմտնի խորին նշան այնտեղ կմնա մինչեւ հունիսի 6-ը Վեներայի համար դա այդքան էլ լավ տեղ չի բոլոր դեպքերում բոլոր նրանք ովքեր ունեն ինչ-որ դատական հարցեր այստեղ հնարավոր է որ այստեղ անորոշություն կա, սպասումներ կան դեռևս ինչևէ այսպիսի հարցեր են միգուցե ղեկավարության հետ կապված ավելի բարձր ինչ-որ այդպես ձեր մոտ խնդիրներ են եղել եւ հիմա այդ հետընթացությունը ձեզ հնարավորություններ տալիս վերանայելու, վերակազմավորելու, ձեռնարկելու կամ չգիտեմ, այդպես քայլեր անելու, որպեսզի երբ Մերկուրին դառնում է ուղղընթաց, դուք կոնկրետ այդ հարցերով զբաղվեք եւ իհարկե այստեղ մենք տեսնում ենք իրենք շարժում են դեպի նյութում, որը նաեւ դասավանդելու, բարձրագույն կրթություն ստանալու, նաեւ տուրիստական այդպես տուրիզմի հետ կապված կամ ոմանք էլ դատական ուրեմն հարցեր, ուրեմն սա այս ամենը կապված է ձեր անձնական քարտեզով ընտանիքում հնարավոր է որոշակի իրադարձություններ, բնակարանների հետ կապված կամ ընդհանրապես ընտանիքի անդամների հետ կապված եւ չմոռանանք, որ հիմա առողջները առջևում 20 տարի գտնվելու են միշտ ինչ-որ մի այդպես ճնշման ուժի ազդեցության տակ, ինչ-որ մեկից կախվածության մեջ, այսպես լինելու է։ Իհարկե յուրաքանչյուրը ըստ իր քարտեզի տարբեր տարիներում կլինի, սա ուղղակի բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել, սա հիշեցնում եմ, ասում եմ այս մասին։ Այսքանով սիրելի առողջներ, ավարտենք ձեր նշանի համար կանխատեսումը ապրիլ ամսվա եւ գրեք ձեր տպավորությունները, որքանով օգտակար եղավ, այդպես կիսվեք, հետաքրքիր է։ Եվ լավ եղեք, մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ։